Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, թերևս ես էլ նույն թեմայից պետք է խոսեմ եւ ուզում եմ մի փոքր ժամանակացույց նշмарեմ, տեսեք վերջին 1.5 տարին, մոտ 2 տարին Հայաստանի քաղաքական դաշտը առանձնանում է նրանով եւ որ եկեղեցու որոշ բարձրաստիճան սպասավորներ քաղաքական հայտ են ներկայացրել։ Եկեղեցականների այս խավը իրականում քողարկված եւ անուղղակի կերպով ներգրաված է եղել քաղաքական կյանքում, սակայն 2024 թվականը նշмарվեց նրանով, որ բարձրաստիճան հոգեվորականների այս խումբն արդեն բացահայտ ձևով գեներացրեց եւ առաջնորդեց ընդդիմադիր շարժում։ Իսկ 2025 թվականի առանձնահատկությունն այն էր, որ տարբեր հոգեվորականների հետևում թաքնված գլխավոր ուղղորդողը այլևս դուրս է եկել ստվերից եւ պատրաստվում է Հայաստանի ու նրա իշխանության դեմ տարվող պայքարում իր դերակատարությունը ստանձնել բացահայտ սեփական դեմքով։ Խոսում են, թե կաթողիկոսը եւ հոգեվոր դասը չէին կարող լռել Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ, այն որ լուրջ եք ասում, բայց այդ կաթողիկոսական դասը եւ այդ հոգեվորները պետք է խոսեին դեռևս 1999 թվականից, երբ Կտրիշ Ներսիսյանը դարձավ կաթողիկոս։ Այն ժամանակից սկսած երկրի իշխանությունները ավելի քան 2 տասնամյակ մսխում էին Հայաստանի եւ Արցախի ներուժը։ Այն բաժանելով փայերի, վստահաբար որոշակի փայել իրանց էր հասնում, այդ իսկ պատճառով նրանք լռում էին։ Նրանք լռում էին, երբ Հայաստանում տեղի էր ունենում անարդարություններ, քաղաքական սպանություններ, արտագաղթ, մարդու իրավունքի խախտումներ եւ համատարած ընտրակեղծիքներ։ Եվ վերջապես, ընդամենը շաբաթներ առաջ այդ Արցախով մտահոգված Կտրիշ Ներսիսյանը ինչու էր գտնվում Բելարուսում եւ վերջապես որտեղ էր գտնվում 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ակնհայտ է, որ հոգեվոր վերնախավի այս հատվածը այլևս դիրքավորվել է որպես քաղաքական ընդդիմադիր թեւ։ Հետևաբար նրան ուղղվող պատասխաններն են լինելու են քաղաքական, որքան էլ հայտարարեն, թե եկեղեցին անջատ է պետությունից։ Պետությունից անջատ լինելը չի նշանակում պետությունից դուրս լինել, իսկ իրանց դեպքում չի նշանակում պետությանը դեմ լինել։ Իսկ նրանց, ովքեր բարձրաձայնում են եկեղեցու պետությունից անջատ լինելու թեզը, հիշեցնեմ, որ մենք ունեցել ենք Պետրոս Գետադարս կաթողիկոս, ով անի մայրաքաղաքի բանալիները հանձնեց Բյուզանդիային, այդպիսով հանձնելով նաև հայոց պետականությունը։ Այս համատեքստում պատահական չէ, որ Կտրիշ Ներսիսյանի պաշտպանները հենց այն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, ովքեր հայտարարում են իրենց կուսակցական փաստաթղթերում ու հնարավոր են համարում Հայաստանի անկախության մակարդակի նվազումը, իսկ իրենց առաջնորդի բերանով ուղղակիորեն կասկածի տակ են դնում Հայաստանի որպես անկախ պետության կարողությունը։ Սրանով հանդերձ նախկին ու ներկա քաղաքական եւ հոգեվոր կլանի ներկայացուցիչներին հստակորեն հավաստիացնում ենք, որ երկրորդ Պետրոս Գետադար թույլ չենք տալի, իսկ ովքեր որ կբռնեն այդ ճանապարհը կհանդիպեն լուրջ հակազդման։ Շնորհակալ եմ։